Անկորուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ առևտրային կազմակերպության տնօրենակն իր օգտին գործողություն կատարելու համար դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լսեին մինչև այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2014 թվականին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք ապա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լսեի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը եւ իրական պատկանելությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու համար։ Խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լսեին փոխանցելու նպատակով ԱԿ-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի եւ տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առիթով վաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում Լսեին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան եւ Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի ընդհանուր 200 քառակուսի մետր մակերեսով առնվազն 22 միլիոն 872 հազար դրամին համարժեք բնականի ձեռքբերման իրավունք։ Քրեական հետապնդում է հարուցվել օրերս ձերբակալված Մալաթիայի ոսկու շուկայի տնօրեն Զոհրա Պասատրյանի նկատմամբ։ Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ացենցիալների ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու նպատակի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն պարզել է, որ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու եւ հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 միլիոն 532 հազար դրամի վնաս, որից 58 միլիոն 799 հազար դրամի վնասը պատճառվել է ընկերության աշխատակիցներ ՍՄ-ի եւ ԳԷ-ի օժանդակությամբ։ Բացի այդ, նրանք նախնական համաձայնությամբ ԳԳ-ից եւ ՀԱ-ից ստացել են ընդհանուր 1 միլիոն 710 հազար դրամ կաշառք, ինչպես նաեւ չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները 61 միլիոն 52 հազար դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը։ Պետությանը պատճառված 182 միլիոն 532 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Դեկտեմբերի 22-ին հազանգեստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։ Շտապօգնության բժիշկների հերթապահումբը արձանագրել է կնոջ մահը, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարն է։ Դեկտեմբերի 20-ին բաժին է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Արսենը եւ 45-ամյա Արմանը։ Ըստ տեղեկությունների Արսենը եւ Արմանը կասկածվում են մարզերից մեկի բնակիչ 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Պարզվել է նաեւ, որ նշված անձին կօգտվել են աղջկան օգնական վիճակից ու հաճախակի տարել են դաշնամիջյան հատվածներ ու սև գործը կատարել։ Նրանք ձերբակալված են։ Դեկտեմբերի 19-ին քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Նարդոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր Սուզուկի մեքենայի հաշվառման համարանիշը եւ թողել թելեգրամյան ալիքի հասցե։ Պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը, նաեւ պարզվել է, որ նա գողոնը փոխանցել էր 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում։ Դեկտեմբերի 21-ին Գավառում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սամսոնն իր վարած Volkswagen Magnus-ի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Հայկան Դուխտին եւ 59-ամյա Սուսաննային, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վրայերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 21-ին Ծովագյուղ Շորժա Վարդենիս ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Խաչատուրն իր վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել ձորակում, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 22-ին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկն իր վարած DAF Magnus-ի բեռնատարով Արտաշատի խճուղում վրայերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Ստելային, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 21-ին Վանաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 56-ամյա Կարենի վարած Chevrolet, 22-ամյա Սասունի վարած BMW Magnus-ի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes Magnus-ի ավտոմեքենային, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 22-ին ահազանգեստացվել, որ Երևանի Մայիսիինի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարները նախ կախել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Արսենի վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։